Հարգելի պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, այսօր ես ցանկանում եմ կներեք էլի օրակարգիչ մի քիչ պետք է շեղվեմ, պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ խոսալ առհասարակ շինարարության հետ կապված որակի խնդիրներից եւ ինչպես մեր ընդդիմությունն է սիրում ասել, ես սիրած թեմայի մասին, կոռուպցիայի, ինչքան է որ զարմանալի է, ծիծաղելի է, պարոն Մանուկյան, որ դուք խոսում եք այսօր կոռուպցիայից։ Ես ցանկանում եմ անդրադառնամ այս խնդիրներին։ Նախ պարոն Մեսրոպ Մանուկյան, ցանկանում եմ նշել այն մասը, որ ախր այսօր դուք չեք, Ժողովուրդ ջան, բողոքում կոռուպցիայից, մենք ենք բողոքում, սա հարցը սանում է կայանում։ Խնդրում եմ, ես լսեք էլի։ Չարձագանքել։ Այսօր հենց այդ է էլի փոխվել Հայաստանի Հանրապետությունում ու առհասարակ Երևանում, որ մենք ենք այսօր բողոքում, ասում ենք, այս ինչ շինարարը վատ է անում, այս ինչ շինարարը շատ վատ է անում, այս ինչ մեկը չի շտկում իր խնդիրները։ Այսօր մենք գնում ենք մրցույթները հաղթած շինարարների հետևից, տեսնում ենք, որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ են։ Խնդրում եմ, քիչ եք գնում, նկարեք ձեր հետ փոխկապակցված մարդիկ ու ուղղակի նկարեք, հրապարակեք, որ ընդեղ էլ խնդիր կա։ Մենք գիտենք, պարոն Մանուկյան, ուզում եմ ճիշտ հասկանանք իրար, Երևանի քաղաքապետարանը կարա ուղղակի չընդունի վատ աշխատանքը ու մյուս անգամ արդեն հասկանա, որ այդ շինարարը, ուղղակի վատ շինարար է, ինքը չի կարողանում դիապետի իր աշխատանքին։ Երևանի քաղաքապետարանը սրանից ավել բան ըստ էության չի կարողանալ, ինքը չի ընդունում աշխատանքը, գումարը ամբողջովին չի փոխանցում ու այնքան ժամանակ ես ձեզ վստահեցնում եմ, մինչև համապատասխան որակ մենք կունենանք։ Ու ի դեպ, պարոն Մանուկյան, ես ձեզ հրավիրում եմ 3 ամսից ժամկետների մասին լրացուցիչ ձեռոտ քննարկենք։ Գնանք նոր նորքի 105-րդ մանկապարտեզի բացմանը։ Միասին գնանք հասկանանք, իրար գնանք բոլորս հասկանանք, թե այնտեղ Երևանի քաղաքապետարանը ինչ աշխատանքների ընդունում է կատարել եւ մենք ունենք համապատասխան որակ, թե չունենք։ Ու պարոն Մանուկյան ու հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ մի հարցի անդրադառնամ, որ 137 եւ 147 մանկապարտեզները Շենգավիթ վարչական շրջանում են գտնվում։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում կա քննվող վարույթ, որտեղ մենք ունենք էլի կրկին շինարարության որակների հետ կապված խնդիր եւ պետք է համապատասխան մարմինները այո քննեն եւ պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց կամ այն պաշտոնյաներին, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, պարոն Մանուկյան, կրկնում եմ ես այստեղ, որովհետեւ ես ինչպես դուք եք ասում, ես ինձանից շատ կոռուպցիայի դեմ պայքարող ուղղակի չեմ ճանաչում։ Ու իմ համար ուղղակի տարակուսելի է, ուղղակի որ դուք այսօր գալիս եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ լինելով ու ասում եք, որ այսօր կոռուպցիա կա։ Իա, այն միջևը չկար, բախի չեք բարձրաձայնում դրա մասին։ Հաջորդը, պարոն Մանուկյան, հա, կոռուպցիա, այնքան ասեց, այսօր ասում եք, այսօրվա իմ հերոսը դուք եք, որ ասում եք։ Շիրակի մարզում ըստ օդում կախված լուրերի ասում են, որ ունեք հեյք։ Հա, վերջը, բայդի ոնց սեփականաշնորհեցիք, էդի ոնց եղավ։ Պարոն Մանուկյան, Մեսրոպ Մանուկյան։ Մանրամասնեք, էլի ստեղից դրա հետ կապված հարց է։ Բա մենք քիչ ենք կարող հեյք, խիչ ունենք մենք, ինչի՞, որտեղ չենք թալանում մենք։ Չէ, ուղղակի տարիներ շարունակ թալանել եք թե Երևանցուն, թե Շիրակցուն, թե Հայաստանցուն, ունեք այսօր հեյք։ Ոնց կա մարդ հեյք ունենա։ Ոնց կա օրենքով Խնդրում եմ մի ընդհատեք ու լսեք էլի ինձ։ Ու Ժողովուրդ ջան, սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, ես ցանկանում եմ առհասարակ անդրադառնալ շինարարությանը ու այն աննախադեպ ծավալներ ունեցող շինարարությունների, որը կատարվում է այսօր առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունենք երկու ճանապարհ։ Մի պետությունում, որտեղ որ այս մեր ընդդիմության հետ կապված մեծերը փոխկապակցված մարդիկ 20, 30, 40 տարի ոչինչ ուղղակի չեն արել, ու ըստեյության շինարարը չգիտի, թե ոնց պետք է դպրոց կառուցի, մանկապարտեզ կառուցի, ասֆալտ անի, ուղղակի գիտելիքի հետ կապված մենք խնդիր ունենք, կամ պիտի մենք դադար տանք ու գնանք սովորենք այդ ամեն ինչը ու հետ գանք ու ասես մնանք ասես վատ վիճակում, վատ դպրոցների, վատ մանկապարտեզների, կամ մենք երկրորդ ճանապարհը պետք է գնանք ու խնդիրներով աշխատենք, սովորենք աշխատելով, իհարկե միաժամանակ վերհանենք խնդիրները ու մենք շարունակենք այդպես։ Ես կարծում եմ, որ այստեղ մեր ճանապարհը միակ երկրորդ տարբերակն է, որ մենք պետքա ուղղակի սովորենք ու այդ ճանապարհին այն մարդիկ, պաշտոնյաները, որտեղ որ խոչընդոտեն այս արդար աշխատանքին կամ թաթախված կլինեն կոռուպցիայի մեջ, նորից եմ կրկնում, անկախ կուսակցական պատկանելիությունից պետքա դատվեն ու կդատվեն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։